Հակակոռուպցիոն կոմիտեի 3 հրապարակած տեսանյութն ու ձայնագրությունը ոչ միայն բացահայտում են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի մանրամասները, այլև լուրջ հարցեր են առաջացնում բուհական ընդունելության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներով Էդիկ Մինասյանը, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից զբաղեցրել է ամբիոնի վարիչի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, խոստացել է ապահովել դիմորդի ԵՊՀ ընդունվելը։ Սկզբում պահանջված գումարը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, ապա բանակցությունների արդյունքում այն նվազել է մինչև 4000 դոլար։ Այսինքն, խոսքը պարզապես մեկ պաշտոնյայի հնարավոր կոռուպցիոն վարքագծի մասին չէ։ Գործը միանգամից հարց է առաջացնում, ինչպես է պետական վերահսկողության ներքո գտնվող ընդունելության համակարգում հնարավոր դարձել նման գործարքի առաջարկն ու քննարկումը և ինչպես է դեկանը ունեցել այլ, բուհից դուրս կառույցների վրա ազդեցություն։ Ժողովուրդ օրաթերթը ևս մեկ անգամ ուսումնասիրեց և պարզեց, որ բուհական ընդունելության գործընթացում առանցքային դերակատարում ունեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու գնահատման ու թեստավորման կենտրոնը։ Եվ երկու հաստատություններից էլ հասարակությանը տարիներ շարունակ ներկայացվել է այն մոտեցումը, որ քննությունների կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները պետք է հնարավորինս բացառեն կոռուպցիոն ռիսկերը։ ԿԳՄՍ նախարարությունից և ԳԹԿ-ից հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, ինչ վերահսկողություն է իրականացվել ընդունելության գործընթացի նկատմամբ, ինչպես կարող էր ԵՊՀ պաշտոնատար անձը դիմորդների ընդունելության վրա ազդեցություն ունենալ։ Հակակոռուպցիոն կոմիտեն շրջանցել է դարձյալ ԿԳՄՍ նախարարությանը նախարար Ժաննա Անդրեասյանով և ԳԹԿ-ին տնօրեն Արմեն Փաշայանով։ Հիմա արդեն նրանք պետք է պատասխանեն շատ ավելի պարզ հարցի՝ եթե համակարգը իսկապես վերահսկվում էր, ապա ինչպես դրա ներսում հայտնվեց 4000 դոլարանոց ընդունելության գործարքը։